Փաշինյանի ասածների մեծ մասը անանկալելի են, անբովանդակ են, անբացատրելի են։ Շարունակում է Փաշինյանը գործել բովանդակության նկատմամբ ձևի գերակայության սկզբունքով, այսինքն կարճաժամկետ խնդիր են դրել աջակցելու Փաշինյանի վերարտադրման այդ 1 տարի առաջ Փաշինյանի վարկանիշը հավասար էր շրջակի մակարդակին եւ բնականաբար պետք էր կազմել ռազմավարություն։ 2021 թվականին տեղի ունեցավ հակավարկանիշային ընտրություն, 3 այն խոշոր բևեռները, որոնք որ ձևավորել են դիմադիր դաշտում, Փաշինյանը անդադ փորձում է միացնել, որպեսզի ստանա հակավարկանիշային ընտրություն։ Անթերի աշխատանքի պարագայում ուղղակի հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ինքը իդենտիֆիկացրել է իր հետ խաղաղություն բառը, հետեւաբար քարոզությունը աշխատում է ի օգուտ իրեն։ Խաղաղություն Փաշինյանի եւ կապիտուլյացիա դրանք հավասարազոր տերմիններ են Փաշինյանի պարագայում։ Դասական ընտրապայքարով հնարավոր է, ազգային ազատագրական պայքարով երաշխավորված է փոփոխությունը։ Սա է տարբերությունը։ Երեք Փաշինյանից լսեցինք, որ Հայաստանի աշխարհագրությունը փոխվել է։ Եվրոպան ու հատկապես Մակրոնը լրջագույն աջակցություն ու սատարում հայտնեցին Փաշինյանին։ Իշխանությունները լայնորեն գովազդեցին վերջին 3 օրում կատարվածը։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր ինչ շահեց այս ամենից Հայաստանը եւ որքանով եվրոպական օրերը նպաստեցին իշխանության նախընտրական վարկանիշի աճին։ Հայաստանը ես եմ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, պարոն Սարգսյան, եւ այսպես աշխարհագրություն փոխվել։ Նման արտահայտություն երեկ Փաշինյանը Հայաստանի աշխարհությունը փոխվել է։ Ինչ է սա նշանակում։ Ու նաեւ ասած որ սահմանները բաժանարար չեն, եւ երբ ասում ենք Հայաստանը կապում է արևելքն ու արևմուտքը, ուրեմն պիտի հասկանանք, որ Թուրքիան էլ է կապում արևմուտքն ու արևելքը, Ադրբեջանն էլ։ Ինչ կար այս կոնցեպտի տակ, եթե սա կոնցեպտ էր։ Նախ անհասկանալի հայերեն ձևակերպում է տալիս, որովհետեւ միգուցե ուղղության աշխարհագրություն, գործունեության աշխարհագրություն, դա կարելի է ընկալ, բայց Հայաստանի աշխարհագրությունը փոխվել, Հայաստանը ունի հստակ աշխարհագրական դիրք, գտնվում է հայկական լեռնաշխարհում եւ ունի սահմաններ եւ ունի իհարկե օկուպացված տարածքներ։ Բայց աշխարհագրությունը փոխվել, իրապես չեմ ընկալում, միևնույն ժամանակ այդպես շատ չեմ էլ զարմանում, որովհետեւ Փաշինյանի ասածների մեծ մասը անանկալելի են, անբովանդակ են, անբացատրելի են։ Իսկ եթե նկատի ունի դեպի եվրոպական ընտանիք ավելի մերձեցում եւ ինտեգրումը, միգուցե դա նկատի ունի, ապա այստեղ պետք է հիասթափեցնեմ նորից եւ ասեմ, որ շարունակում է Փաշինյանը գործել բովանդակության նկատմամբ ձևի գերակայության սկզբունքով, այսինքն ձևական կադրային առումով ստանում են որոշակի պրոդուկտ եվրոպական տարբեր երկրների ղեկավարների այցելություններ, Եվրոխորհրդարանի, այսպես Բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլն, նրանց այցելությունները, բայց բովանդակային որևէ բան չեմ նկատել։ Հողի վրա քայլ դեպի մերձեցում, դեպի գործընկերության ավելի բարելավում կամ ավելի մտերմացում, համենայն դեպս չի հայտարարվել եւ չի էլ երևացել։ Ինչու իշխանությունը դες քաղաքադարձեն, որ կայացավ առաջին անգամ Հայաստան, բացի այն գագաթաժողովից, Հայաստան Եվրամիություն գագաթաժողովը ստորագրվեց հռչակագիր, ինչ որ բազմաթիվ ուղղություններ կար գրված ավելին Եվրամիության առաջնորդները ֆոն դեր Լայեն օրինակ խոսին ներդրողներ եվրոպացի, որ քաջալեր են գան Հայաստան, նույնը նաեւ ասես Փաշինյանը եւ այլն սա առարկայական չէ, օրինակ ձեր ասացի հակառակը չէ, եւ սա որքան է ռեալ հաշվի առնելով, որ մենք այլ տնտեսական գոտում ենք, ԵԱՏՄ եւ այլն։ Տեսեք, եկեք հիշենք 2021 թվականից հետո 2.5 միլիարդ եվրոյի խոստումները ներդրումների։ Կար էս փաստաթղթում նորից գրված է էս փաստաթղթում դրա մասին։ Ուր են 5 տարվա ընթացքում այդ ներդրումները, այսինքն սրանք ընդհանրապես սին խոստումներ են եւ նախընտրական, այսպես կարճաժամկետ խնդիր էր դրած, կարծես թե խնդիրը որոշակի առումով լուծեցին։ Այսինքն կադրային բազան ստացան, ֆոնը ապահովեցին, որ գագաթնաժողովը տեղի ունում Հայաստանի Հանրապետություն տարբեր փաստաթղթեր են ստորագրում, բայց փաստաթղթերի ստորագրումից հետո անհրաժեշտ է այդ փաստաթղթերի գործի դրել է։ Մենք տեսել ենք այդպես ամպագորգոր հայտարարություններով, տեսեք, որ ասում եմ բովանդակության նկատմամբ ձևի գերակայությունով են առաջնորդվում սովորաբար կյանքի կամ տարբեր ոլորտների շարժիչ ուժը եւ խթանը հակառակն է։ Բովանդակությունն է շարժը։ Փաշինյանի մոտ ձևն է, ձևով երբևէ շարժում չի կարող լինել։ Մենք հիշում ենք այդպիսի պայմանագիր ստորագրվեց, ներողություն, պայմանագիր չէ, հուշագիր ստորագրվեց կամ հռչակագիր ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ուր է այդ հուշագիրը։ Ֆրանսիայից ստորագրեց նույնպես այդպես ռազմավարական գործընկերության հռչակագիր եւ որտեղ նշվում էր, որ պատկերացրեք, եթե մենք այսքան մտերիմ ենք Ֆրանսիայի հետ, ապա
Ստորագրելուց հետո ինչեր կանենք։ Ստորագրելուց հետո ինչեր կանենք։ Ֆրանսիայի հետ նախ միշտ ենք մենք եղել բարեկամական, այդ թվում սկսած դեռևս Արևմտյան Հայաստանից, մեր հայրենակիցների բռնի տեղանումից, Ֆրանսիայի ընդունելությունով պայմանավորված եւ այլն, եւ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ։ Եվ երկրորդ, մենք նաեւ չպետք է մոռանանք Ֆրանսիայի կողմից Հայաստանին մատակարարվող զինտեխնիկան մի քանի տարի առաջ, որը այդպես մեծ շուկով նորից կադրերին ստանում եւ PR ակցիաներ էին իրականացնում, եւ հետո պարզեցինք, որ այդ տեխնիկայից մեկ էլ Աֆրիկա է վաճառում Ֆրանսիան, ուրիշ որևէ երկիր նրանից չի ձեռք բերում։ Հիմա էլ կա իդեպ ռազմատեխնիկական կա հիմա ավելացում, հաջորդ կողմից չեք սպասում լուրջ զինատեսակներ։ Նախ չենք սպասում, երկրորդ տեղի ունենում այդ նույն ձևաչափի մեջ զինծառայության ժամկետի կրճատումներ, բանակի թվակազմի կրճատումներ, տեղի չեն ունենում որակական փոփոխություններ, տեղի չեն ունենում ձեռքբերումներ, չկա նյութատեխնիկական ապահովման պլան, շատ դեպքերում խոսում է Փաշինյանը, որ մեզ որևէ տեսակի զինվել անհրաժեշտ չի ու անթույլատրելի է նույնիսկ որովհետև մենք գնում ենք խաղաղության օրակարգով, բազմիցս հայտարարել է եւ այսինքն փաստաթուղթ է ստորագրվել կրկին անգամ ոչ մի բանի մասին։ Եթե դու ворթեգրել ես ուղղություն կամ ստում ես դա, որ դու գնում ես խաղաղության օրակարգով, որը կարծես թե չի ստում, ոչ թե գնում է խաղաղության օրակարգով, այլ լիակատար կապիտուլյացիայի օրակարգով, ուղղակի փաթաթավորում է խաղաղություն անվան տակ։ Հաջորդ կողմից ինչ զինվելու մասին այլևս կարող է խոսք լինել։ Եթե դու որևէ կերպ կողմանակ չես պատրաստում, պաշտպանական համակարգերը չես ամրապնդում, ինչի մասին է խոսքը, կամ տնտեսապես այդ ինչ գործընկերության մասին է խոսքը։ Ֆրանսիա ինչ է արտահանելու։ Այսինքն հերթական կեղծիքը եւ մանիպուլյացիան ու դատարկ թուղթը, որը գործի չի դրվելու։ Տեսեք, ասում եք դատարկ, բայց ասենք ֆոն դեր Լայենի մյուսների քաղաքական հայտարարությունները չեն խրախուսի եվրոպացի գործարարին գալ այստեղ ներդրում անել։ Դուք չեք հավատում դրան, դա նկատի ունեմ օրինակ։ Պայմաններ չկան արդյոք։ Սովորաբար ներդրումները հոսնում են այնպիսի վայրեր, որտեղ շատ ավելի բարենպաստ են։ Այսինքն ներդրումները պետք է հոսեն որևէ երկիր կամ որևէ տարածաշրջան, որտեղ կա շատ լայն սպառում։ Եվ խաղաղություն։ Եվ խաղաղություն։ Բայց լայն սպառում, այսինքն առաջնային հարցը, որ դրվում է ներդրողի մոտ, որ ծագում է, արտադրեց կամ ինչ որ բիզնեսի որևէ տեսակով զբաղվեց, որտեղ է վաճառելու եւ ինչի անելու։ Այսինքն այստեղ շատ հատկանշական է, որ Հայաստանի շուկան չի կարող թիրախավորվել։ Երկրորդ կարևորագույնը կարող է լինել ինչ որ լոգիստիկ հանգույցներում, որտեղ տարածաշրջանային երկրներ կարող է գնալ։ Այստեղ պետք է ճանապարհային ցանցի շատ ավելի բարենպաստ պայմաններ լինեն, անհրաժեշտ է էժան աշխատուժ, որակյալ աշխատուժ, անհրաժեշտ են ցածր հարկային բեռներ, անհրաժեշտ է ցածր վարկային տոկոսադրույքներ եւ այսպես տարբեր կոմպոնենտներ։ Հայաստանը ոչ մեկից չունի։ Բոլոր նման վերլուծությունների մեջ Հայաստանը ոչ միայն չունի, այլ Հայաստանը դրանց թվարկածներով շատ մասով զիջում է Վրաստանին։ Այսինքն խնդրում եմ ինձ բացատրեք, Վրաստանը շատ ավելի շուտ է սկսել Եվրոպայի հետ ընկերությունը եւ գործընկերությունը, նախ հետո հայտարարեց վրացական կառավարությունը, որ կարծես թե այդպես էլ չի ստացվում նրանց այդ ավելի մերձեցման քաղաքականությունը որտեղած, ինչու պետք է ներդրողը թողնի Վրաստանը, որ ավելի բարենպաստ դիրքում է գտնվում եւ ավելի բարենպաստ պայմանների առաջարկում եւ գա Հայաստան։ Այսինքն սա հերթական կեղծիքն է եւ ձեր նշած ֆոն դեր Լայն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրոխորհրդանի, Եվրոմիության, պետությունների առանձին ղեկավարներ, նրանք ընդամենը կարճաժամկետ, նորից եմ հիշեցնում, կարճաժամկետ խնդիր են դրել աջակցելու Փաշինյանի վերարտադրման, այսինքն կեղծ խոստումներով փորձում են մոլորության մեջ գցել մեր հանրությանը, որ տեսեք Եվրոպան կա եւ Հայաստանում ներդրում կա։ Չկա այդպիսի բան։ Դա է ուզում ասել, եվրոպական գագաթնաժողովները ու Մակրոնի այցը, հնչած ելույթները հիմա Հայաստանին, հենց հանրապետությանը ինչ տվեցին եւ ինչ տվեցին կոնկրետ իշխանությանը, հիշելով որ Մակրոնը ուղիղ տեքստով սատարեց Փաշինյանին եւ առաջնորդները սատարեցին, անգամ Մակրոնը հիշեց որ 8 տարի առաջ, ասաց որ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա այս կազմով Հայաստան եւ այլ։ Հիմա սա ինչ էր, այսինքն սրանք նախընտրական գագաթնաժողովներ էին, թե Հայաստանը այդուհանդերձ օգուտ ստացավ, ինչպես կբնորոշեք, եթե Հայաստանի օգուտը եթե այդպես որոշակի մանր ընդգծումներ կատարենք, որպես տուրիստական այցելություն Հայաստան եւ տուրիստական այցելության ժամանակ սովորաբար որոշակի ծախսեր են կատարում հյուրանոցային, ռեստորանային, սրճարանային եւ այլն, տրանսպորտային միջոցներից օգտվել։ Բացի այդպիսի որոշակի օգուտները, որոնք կարող են լոկալ տեղերում ստանալ որոշակի փոքր բիզնեսներ, մնացած օգուտները միայն իշխանությանն են եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը։ Եվ միգուցե այս կազմակերպումը որոշակի առումով նաև
քաղաքական առումով Հայաստանին որոշակի վնասներ բերեց, օրինակ Զելենսկու այցը, Զելենսկու հետ առանձին հանդիպումներ, առանձին այդպես եղբայրությունների եւ այլն, սա միգուցե վնասվերիչ, չնայած դա այլ չափերի չէ եւ չեմ կարող դա պնդում որպես դիտարկել, բայց այնուամենայնիվ որոշակի այո հնարավոր ռիսկ կա, որ կարող է տանել վնասաբերության։ Իսկ օգուտի առումով բացառապես տվել է իշխանությանը, որոշակի առումով այո կա, բայց այնպես չի, որ իրենց ակնկալիքները պետք է այսինքն ազդեցիկ է այդ քարոզչական էֆեկտը կօգնի իրենց վարկանիշը բարձրացավ եւ երկրորդը իրենք էին ուզում որ գա լինի թե եվրոպացիք էին հենց ուզում որ գան անեն որ կողմից էր այ նախ որ անեն որ աջակցեն երկու կողմից էլ կարող է լինել, որովհետեւ դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ այդ թվում բարձրաձայնում են եւ հայտարարում են, որ բացահայտ աջակցում են Փաշինյանին, բայց ու շատ դեպքերում Փաշինյանը նաև կատարում է ընդհանուր այդպիսի օրակարգային հարցեր, որը շատ ղեկավարներ, օրինակ հաջորդ իշխանությունը դա կարող է չկատարել։ Հետևաբար նրանք գալիս են աջակցություն հայտնելու եւ դա կարող է լինել երկկողմանի պայմանավորված, բայց ակնհայտ է, որ առաջնային այսպես շահառում Փաշինյանն է եւ դա նրան էր օգուտ։ Եթե նույնիսկ վարկանիշի աճի ապահովում տեղի չունենա, վարկանիշի ամրապնդման վրա հաստատ դրական ազդեցություն կունենա այցելությունը։ Այսինքն 1 տարի առաջ արդեն մտածել են, տեսեք միշտ լինում է 1 տարի առաջ նախորդ գագաթնաժողովում են որոշում հաջորդ երկիրը։ Նրանք գիտեք, նրանք բոլոր այդպիսի չափումներ իրականացնում են եւ տեսնում են, որ օրինակ 1 տարի առաջ Փաշինյանի վարկանիշը հավասար է շրջակի մակարդակին եւ բնականաբար պետք է կազմել ռազմավարություն եւ որոշակի քայլերի արդյունքում պետք է հասկանալ, այսինքն քանի ընտրության ժամկետը մոտենում է բոլոր խաղակարտերը կամ շատ ավելի ծանրակշիռ խաղակարտերը բացել վերջում։ Հիմա 1 տարի առաջվանից սկսած, օրինակ օգոստոսի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպումներ եւ հռչակագրի ստորագրում, այնուհետեւ զինծառայության ժամկետի 6 ամսով կրճատում, այնուհետեւ հետո վերջերս թոշակների բարձրացում, ապահովագրական համակարգի ներդրում շատ շտապողականությամբ եւ այլն, բոլորը հերթականությամբ խաղակարտեր են, որը խաղարկել է Նիկոլ Փաշինյանը, բայց հետո երբ որ չափումները տեսնում ենք, վարկանիշի վրա շատ փոքրիկ ազդեցություններ են դրանք ունենում։ Ամբողջը մի շղթա է, այսինքն, այս գագաթնաժողովից մինչև զինծառայության պլանավորած ամբողջական շղթա է։ Լավ, այդ պարագայում ինչ են ուզում այս իմաստով ուրեմն արևմուտքը, Եվրամիությունը Փաշինյանից, այդ ինչ պետք է անի, որ դուք ասում եք մյուսները չեն անի, իդեպ վերլուծաբաններ կան, նաև քաղաքական գործիչներ, որ զուգահեռներ տարան 3 շատ արագ 22-ի Պրահայի եւ այսօրվա Երևանյան գագաթնաժողովի այն Պրահայի, երբ որ Արցախը ճանաչեց, ասում են հիմա էլ արդեն ուրիշ մասշտաբ։ Կան նման զուգահեռներ եւ ինչ են ուզում, լավ, ինչ պիտի անի, որ չի կարող չլինել, որովհետեւ Պրահայում սկուտեղի վրա Արցախի հանձնումը Ադրբեջանին Եվրոմիության եւ շատ այդպես առաջատար երկրների, շոկեքարժ երկրների խավորությամբ չէր։ Այսինքն ինչու կարող էր Ֆրանսիան անհամաձայնություն հայտներ, մի քանի այլ երկրներ եւ Եվրոխորհրդան անհամաձայնություն հայտներ եւ ոչ թե խրախուսեր, ու դրանից հետո Արցախը Պրահայում հանձնվել հեշտ ու հանգիստ, կարող էր Եվրոպան խավորություն չունենալ եւ առանց միջնորդի գնալ Նիկոլ Փաշինյան-Ալիև բանակցություններ, այսինքն Հայաստան-Ադրբեջան առանց միջնորդների բանակցություններ, առանց երաշխավորների ու երաշխիքների բանակցություններ, սա է որ իրականացնում է Փաշինյանը։ Սա նվազագույն նորից երևույթներ եմ թվարկում, որովհետև մի մասը միգուցե կոռեկտ չի դեռևս բարձրաձայնելը, մի մասի վերաբերյալ էլ թերի են ամեն դեպքում տեղեկատվությունը բացարձակներում։ Հետևաբար ակնառու մի քանի այդպիսի փաստարկները բավարար են եւ իհարկե եթե մենք մի քիչ երկար ենք վերլուծում, հասկանում ենք որ դրա խորքում շատ ավելի վտանգավոր երևույթներ գոյություն ունեն, բայց այնուամենայնիվ բաց տեղեկատվությունը բավարար է որ մենք հասկանանք որ Փաշինյանը այդ թվում սպասարկում է Եվրոպայի շահերը։ Փաշինյանը սկսենք նրանից որ բոլորի շահերն է սպասարկում, բայց այդ թվում Եվրոպայի շահի եւ յուրաքանչյուրը գալիս է իր շահի հետևից։ Նրանք եկել են իրենց շահը փնտրելու։ Մերի հետ չի զուգահեռվում ինչ որտեղ զուգորդվում այդ շահը, որ ասած կա։ Եթե մենք Պրահայում Արցախի հանձնում եւ դրանից հետո ամենօրյա ռեժիմով ամբողջ ԿՊԱ-ական համակարգի Արցախի այսպես ադրբեջանական կազմում ճանաչումը եւ Արցախի վերաբերյալ հիշողությունների բնաջնջում է տեղի ունենում, Արցախում առաջնորդանիստ եկեղեցու ավերումը Նիկոլ Փաշինյանը համարում է իրենց սուվերեն տարածքի այսպես սուվերեն որոշում եւ դա արդարացնում է, նույնիսկ Ադրբեջանը դա չի իրականացնում, ապա ես այստեղ շահի համադրում դեռևս չեմ տեսնում։ Ինչպես կարող եմ ես տեսնել շահի համադրություն։ Իմ շահը Արցախն է։ Եթե զուգահեռ տանում եք Պրահայի հետ, պետք է որ այդ պարագայում, եթե տանողներ եք կամ եթե դուք համաձայն եք տանողներ, դուրս Երևանյան գագաթնաժողովից էլ սպառնալի բան սպասենք այս դեպքում Հայաստանի համար։ Ինչ օրինակ։
Տեսեք, մենք կհիշեք, Պարահին նաև նախորդում էր Եվրոխորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթները եւ ոտնկայ ծափահարությունները, եւ մենք հաճախ ենք տեսել տարբեր երկրների, այդ թվում օրինակներով, որ այդ ծափահարություններին ինչեր են հաջորդում։ Համենայն դեպս ելույթ ունեցողի երկրի համար դրանք դրական էֆեկտներ չեն ապահովում։ Համենայն դեպս վերջին տարիներին որքան որ տեսել ենք մենք։ Հետևաբար նաև պետք է որոշակի առումով զգուշավորություն դրսևորել, չգիտենք դեռևս Փաշինյանը Հայաստանի համար ինչ աղետներ է պատրաստել։ Պաշտոնական քարոզարշավին մի քանի օր է մնացել, ինչպես է գնահատում ընդդիմության ու իշխանության շանսերը։ Սոցհարցումները տակիր պատկեր են տալիս, հա, ներկա վերջին հատկապես, բայց հիշենք, որ 2021-ին էլ պակաս հետաքրքիր չէր, բայց եղավ, եթե չասեմ ընդհակառակը, շատ այլ տարբեր իրականում բան ստացվեց։ 2021 թվականին մի քիչ այլ էր, որովհետև բազմիցս նշել եմ, որ 2021 թվականին տեղի ունեցավ հակավարկանիշային ընտրություն։ Ես հույս ունեմ, որ մինչև քարոզարշավի ավարտը դեռևս, այսինքն չի կարող իշխանությունը այդպես ատելություն սերմանել, մանիպուլյացիաները դաշտ նետել, որպեսզի այս ընտրություններն էլ դառնան հակավարկանիշային ընտրություններ։ Ես հույս ունեմ, որ գնալու է վարկանիշային ընտրությունների սցենարով, նման պարագայում պետք է Նիկոլ Փաշինյանը շանս չունենա վերարտադրվելու, որովհետև ճիշտ է, եւ հարցումներն են դրա մասին վկայում, եւ հայ ժողովուրդը համբերատար է, բայց այդքան հաճախ ներողամիտ չէ։ Այսինքն հիմա շանսերը ընդդիմությանն եք ավելի ճիշտ հասկացա դեր խոսքից այս պահի դրությամբ։ Իշխանափոխության շանսերը բարձր եք համարում։ Իհարկե։ Բայց տեսեք, հիմա իշխանությունն իր քարոզով գնում է այդ հակավարկանիշային կերպարին ստանալու ինչպես 21-ին եւ ում է դիտարկում, հա, Սամվել Կարապետյանին, թե Նույն Քոչարյանին ում է դիտարկում եւ քաջողվի իր մոտ։ Տեսեք, փորձում ենք անդադ միացնել, այսինքն առանձին ուժերի չի դիտարկում։ Փորձում է անդադ միացնել 3 այն խոշոր բևեռները, որոնք որ ձևավորել են դիմադիր դաշտում, Փաշինյանը անդադ փորձում է միացնել, որպեսզի ստանա հակավարկանիշային ընտրություն։ Որոշ առումով ստացվում է, որոշ առումով չի ստացվում։ Այո, մենք որպես ընդդիմություն աշխատում ենք։ Գոհ եմ ես աշխատանքից, իհարկե ոչ բարելավելու բավականին շատ ասպեկտներ ու տեղեր ունենք, բայց կա շանս, այսինքն բոլորս եթե լավ աշխատենք, վստահեցնում եմ, անթերի աշխատանքի պարագայում ուղղակի հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այսինքն 21-ի Ռոբերտ Քոչարյանի փոխարեն, հա, այս 26-ին ուզում է ստանալ 3-1-ում Ռոբերտ Քոչարյան, թե 3-ից 1 առանց անուն տալու, հա, ճիշտ եմ հասկանում, այսօր հակավարկանիշ որ։ Տեսեք, 3-1-ում նույնիսկ հանրայինի եթերներով, տարբեր իրենց պատկանող լրատվականների եթերներով անդադ տարածում են, որ այս ամբողջ համակարգը դիմադիր դաշտը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի համար։ Ամենայն դեպս իրենք տանում են այդպիսի քարոզ։ Հիմա նման պարագայում արդեն տեղեկատվական հոսքերի պատերազմ է տեղի ունենում եւ այստեղ շատ լուրջ նյարդեր, այդ թվում ռեսուրսներ են հարկավոր, որպեսզի կարողանաս դա մարդկանց այսպես տպավորությունները փոխել։ Պատկերացրեք, հանրային հեռուստաընկերությունը տարածում է կեղծիքը, հետևից գնում է տարբեր սոցիալական ցանցերով ու լրատվության միջոցներով, գնում է դրա հերքումները կամ հակառակի հիմնավորումները։ Որքան որ հերքես, տակ ինչ որ չափաբաժին մնում է դեռևս։ Հետևաբար ինքը անընդհատ փորձելու է սուտն ու կեղծիքը, իսկ մենք ինչ պետք է անենք։ Մենք անընդհատ պետք է մեր հասարակությանն ասենք, որ Նիկոլ Փաշինյանը սուտ ասան է, այդ թվում դա խաբում է։ Նիկոլ Փաշինյանը 2021-ին եկել է մի ծրագրով, որի մեջ Արցախի պաշտպանությունը ներառված էր, Արցախի բնակչության իրավունքները պաշտպանության սցենարները մշակված էին, Հայաստանի տնտեսական զարգացման, Հայաստանի վերականգնման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, գեոպոլիտիկ կենտրոնների հետ հարաբերությունների կարգավորման եւ այլն բոլոր սցենարները նշված էր, բոլորը կատարել է տրամագծորեն հակառակը եւ վերջերս նորից անամոթաբար հետեւյալ ելույթ ունեցավ։ Ասած ճիշտ է, մենք 2021-ի ծրագիրը չենք իրականացել, մենք ձեզ ուրիշ ծրագիր ենք ներկայացրել, բայց քանի որ մենք նայեցինք ձեր աչքերի մեջ եւ տեսանք դուք դա չեք ուզում, ուրիշ բան եք ուզում, մենք հակառակը կատարեցինք։ Հիմա այսինքն ինչ է սա նշանակում, եթե շատ ցածր որակին փոքրիկ երեխաներ են լինում, որ ցանկանում են անդադ սուտ խոսել, ինչ որտեղ արդեն շղթան կտրվում եւ չի կարողանում, չէ՞, մինչեւ վերջ հիմնավորել իր սուտը։ Այսպիսի չհիմնավորված ու ակնհայտ բացահայտվող ստերի մասին է խոսում։ Իսկ մենք անդադ չպետք է դադարենք հայ ժողովրդի ուղեղի մեջ ուղակի դաջենք, որ Նիկոլ Փաշինյանը սուտ ասան է, ինչ ասում է հակառակը պատկերացրեք։ Նման պարագայում արդեն նրա քարոզությունը չի աշխատի։ Իսկ եթե մենք գնանք զուտ քարոզչական միջոցներով
նրա ասածները հերքելու ճանապարհով կարծում եմ այստեղ հաջողությունները շատ չեն լինի։ Ճիշտ հասկացած ես, որ մինչ այդ արած բոլոր ձեր նկարագրած քարոզչական ամեն ինչը տեսնում են, որ չի ապահովում հաղթանակ, անցել են այդ հակավարկանիշ, հա, չակերտավոր բոբոյի կերտմանը։ Հիմա եթե դա հույսը իրենց մնացել, եթե իրեն հաջողվի այդուհանդես մարդկանց համոզել, որ այո, այդպես է, ինչպես իրենք են ասում, այս հակավարկանիշային եռյակ է, ու այդ դեպքում կհաղթի, եթե չհաջողվի, հա, դա է մնացել։ Ես չեմ ցանկանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի վերաբերյալ նույնիսկ մտածել, բայց այո, տրամաբանությունը ձեր ասած ճիշտ է, որովհետև անվանումներից է, եկեք սկսենք պատերազմի կուսակցություններ, պատերազմի քաղաքական ուժեր եւ այլն, եւ սովորաբար արհավիրք տեսած որդի կորցրած ծնողները գնում են խաղաղության ճանապարհով։ Ու շատ դեպքերում շատ ավելի լավ է հավատալ դառը, շատ այսպես քաղցր ճշմարտությունը շատ ավելի, ընդ որում քաղցր սուտը շատ ավելի իրենց համար ընկալելի է, ընդ որում հիմնավորված ստի մասին են ցանկանում ասել, քան թե դառը ճշմարտությունը։ Այսինքն ակնհայտ գիտեն որ սուտ է խոսում, որովհետև բազմիցս հիմնավորել ենք նրա ստախոսությունը, բազմիցս հիմնավորել ենք նրա խաղաղության ճանապարհի անլրջությունը, կրկին չհիմնավորվածությունը, բայց ամեն դեպքում այսպիսի ցավ, կսկիզ տեսած հասարակությունը խաղաղություն բառը լսելուց անմիջապես ուշադրությունը կենտրոնացնում է դրա վրա։ Այսա այո կարող է ազդեցություն ունենալ, զուգահեռ տանում է հակառակորդներին բոլորին պատերազմի կուսակցություն անվանելով։ Բայց տեսեք, հակառակորդները, այսինքն այդ թվում դուք ընդդիմությունը ասում եք, չէ, մենք էլ ենք կողմ խաղաղությանը, խաղաղության պայմանագիրը չենք, չէ, պատրի թրիփը չենք, եւ այլն։ Մի քանի այսպիսի հանգուցային կետերի շուրջ կարծես թե առերևույթ սկզբունքային չէ հակադրությունը Փաշինյանի վարածի հետ։ Ընտրողը կարող է ասի, լավ է, դեպքում էլ բայ ինչ է գալի, թող Փաշինյանը շարունակի, էլի։ Ճիշտ է, շատ կուսակցություններ կամ շատ ուժեր տարբեր ձևակերպումներ են տվել։ Ես հիմա նորից չկենտրոնանամ այդպիսի ձևակերպումների վրա։ Դու հիմնականները կներեք, չեն ասում, որ ամեն ինչ սխալ է, էլի, ինչ-որ նյուանսներ կփոխենք, բայց չեն ասում։ Նույնիսկ կարելի ասել, բայց այստեղ դա չի խնդիրը, խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Խաղաղություն բառը ինքը բրենդավորել է եւ ասոցացրել իր հետ։ Այսինքն սա հաջողվել է նրան, քարոզչական դաշտում հաջողվել է։ Սա է խնդիրը։ Հակառակ պարագայում որևէ adekvat գործիչ չի կարող գալ նստել եւ ասել ես պատերազմ եմ բերելու եւ պատերազմից սա նորմալություն կլինի ուղղակի։ Բայց քանի որ ինքը իդենտիֆիկացրել է իր հետ խաղաղություն բառը, հետեւաբար քարոզությունը աշխատում է ի օգուտ իրեն։ Խաղաղության առումով։ Այո։ Դա չէ ոչ ոք պատերազմ չի ուզում։ Իհարկե նորից եմ կրկնում, աննորմալ կլինի այն գործիչը, որ գա պատերազմի քարոզներով։ Նկատում եմ հիմնական ընդդիմադիր խաղացողների խաղաղությունն ու Փաշինյանի խաղաղությունը ինչ մեկ սկզբունքային կետ կասեք, որ տարբերվում է, կամ թրիփի շահագործումը։ Տեսեք, սկզբունքային կետերը հետևյալն են։ Ընդդիմադիրների խաղաղության օրակարգը հիմնավոր է եւ բացատրվում է, թե ինչու կարող է լինել խաղաղություն։ Իհարկե ընդգծելով հայկական կողմի շահերը։ Փաշինյանի խաղաղությունը չունի հիմնավորվածություն, Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիան է, այսինքն խաղաղություն Փաշինյանի եւ կապիտուլյացիա դրանք հավասարազոր տերմիններ են Փաշինյանի պարագայում։ Ընդդիմության պարագայում, իշխանափոխության պարագայում տարբեր սցենարներ գոյություն ունեն, եթե նույնիսկ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ազգային ժողովում տեղի ունենա եւս մեկ կոնսոլիդացիա արդեն կոալիցիայի ձևաչափով, այսպես հակասությունները կարելի է շտկել։ Նույն թրիփի վերաբերյալ հակասություններն ու դիրքորոշումները, տարբեր այդպես երևույթների վերաբերյալ դրանք բոլորը կարելի է շտկել։ Բայց ինչն է այստեղ խնդիրը, որ բոլորի ասացի մեջ կա որոշակի տրամաբանություն եւ հիմնավորվածություն։ Փաշինյանի ասածը անտրամաբանական է եւ չհիմնավորված է։ Հավատում եք ազգային ժողովում ձեր ասած նորվա կոնսոլիդացիային։ Դուք վստահ եք, որ չենք բացառում համենայն դեպս։ Դիվանագիտական պատասխան տվեցիք, որովհետեւ չգիտեմ, կարծիքները տարբեր են, անկախ նրանից թե ով հիմա ինչ է հայտարարում։ Դե մի հարց էլ այդ թեմայով ավարտենք, ասենք դուք օրերս ասել եք չեմ կարող ազգային ազգագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի, հա, այս միտքն էիք մոտավորապես ուղիղ ասել։ Իրոք այդպիսին է պայքարը, ընդհանուր եւ այդ ամենակարևորը այդ կերպ արդյոք մտածում են հիմնական ընդդիմադիր դերակատարները, որոնք հենց բոլոր հարցումներով պետք է մտնեն պարլամենտ եւ այլն։ Այդ առերևույթ կարծես թե հիշեցնում է դեռ դասական պայքար իրականում դաշտում։ Դրա համար հարցը կխնդրեմ, որ հյուրհրավիրեք հիմնադիր հիմնական այդպես ձեզ հետաքրքրող ուժերին կամ նրանց ներկայացուցիչներին կտակ։ Ինձ համար միակ այսպես
դրական երաշխավորված ելքը ազգային ազատագրական պայքարի ձևաչափով մասնակցությունն էր։ Այո, դուք ճիշտ եք, որոշակի շեղումներ կան, անցյալով ասացիք, հնարավորություններ դեռ կան, որովհետև դուք էլ ճիշտ նկատեցիք, որովհետև դեռևս տեսեք հանրային ընկալման մեջ դասական քաղաքական դրապայքարի ընկալում կա։ Դուք դա նշեցիք եւ վստահ եմ դա տարբեր կողմերից լսել եք, շփվել եք մարդկանց հետ եւ այլն։ Այսինքն, եթե դեռևս կա այդպիսի ընկալում, հետեւաբար ես պետք է ասեի երով։ Կա շտելու հնարավորություն, այո, կա։ Ժամանակներից պետք չի առաջ ընկնել եւ կարծում եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։ Հա, դեռ մտածում եք, որ կգան դրան, որովհետեւ դասականով անհնար է, թե գրեթե անհնար է փոխել իշխանություն։ Դասականով Նիկոլ Փաշինյան, տեսեք, խաղաքարտերի, այսինքն շատ կարևորագույն խաղաքարտեր դասական դրապայքարի ժամանակ Նիկոլ Փաշինյանին են հանձնվում կամավոր կամ անկախ իրենց կամքից, շատ խաղաքարտեր Նիկոլ Փաշինյանը կարողանում է պետական իշխանական լծակներով եւ քարոզչական ահռելի ռեսուրսով վերցնել։ Հետևաբար, սա վտանգավոր ճանապարհ է։ Դասական դրապայքարով հնարավոր է, ազգային ազատագրական պայքարով երաշխավորված է փոփոխությունը։ Սա է տարբերությունը։ Հնարավոր են, դե դուք տնտեսագետ եք, հնարավոր են մաթեմատիկորեն ասել, հնարավոր է քիչ թվային առումով, դա թվային մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է։ Իսկ երաշխավորում է։ Հա, այն մասով արդեն դուք ճշգրիտ գիտությունից դուրս եք գալիս եւ միքել մտնում եք, հա։ Չէ, հաշվարկներով նորից։ Նաեւ, հա, հումանիտար դաշտ չեք մտնում, այդ դաշտում։ Շատ շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր Հայաստանը ԵՍՄ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։